Վարչապետ Նիկոլ Փաշինյանը Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի հետ քննարկել է Հայաստան-Ֆրանսիա ռազմավարական բնույթի հարաբերությունների օրակարգային մի շարք հարցեր։ Ելիսեյան պալատում կայացած հանդիպմանը երկու երկրի ղեկավարներն անդրադարձել են տնտեսության ենթակառուցվածքների եւ այլ ոլորտներում գործակցությանը վերաբերող թեմաներին։ Նիկոլ Փաշինյանը եւ Էմանուել Մակրոնը եւս մեկ անգամ ընդգծել են, որ երկկողմ գործակցությունն ունի ռազմավարական նշանակություն ու պատրաստակամություն հայտնել շարունակելու հետևողական քայլերն այդ ուղղությամբ։ Նրանք քննարկել են նաեւ տարածաշրջանային նշանակության հարցեր։ Մակրոնը շեշտել է Ֆրանսիայի անվերապահ աջակցությունը Հայաստանի տարածքային ինքնիշխանությանն ու խաղաղության ամրապնդմանը։ Մտքեր են փոխանակվել TRIP նախագծի եւ տարածաշրջանում հաղորդակցության ուղիների ապաշրջափակման ուղղությամբ իրականացվող քայլերի շուրջ։ Վարչապետն անդրադարձել է իրականացվող աշխատանքների ընթացքին, հանդիպմանը քննարկվել են նաեւ Հայաստան-Եվրոպական միություն գործակցության հետագա զարգացմանն առնչվող հարցեր, կարևորելով Հայաստան-ԵՄ գործընկերության նոր օրակարգով հարաբերությունների հետևողական ընդլայնումը։ Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանը հայտարարել է, որ խաղաղության պայմանագրի ստորագրման համար անհրաժեշտ է ադրբեջանական կողմի կամքն ու ցանկությունը, եւ կողմերը մոտ են դրան։ Նա նշել է, որ սահմանադրության փոփոխության հարց դիտարկել ոչ թե որպես նախապայման, այլ որպես ադրբեջանական կողմի անհանգստություն ապագայում պատերազմից խուսափելու նպատակով։ Սիմոնյանի խոսքով Հայաստանը արել է ամեն ինչ խաղաղություն հաստատելու համար։ Այսօր տարածաշրջանում փխրուն, բայց իրական խաղաղություն է, պետք է ժամանակ, որ այն կայունանա։ Գրեթե 2 տարի է կրակոցներ չկան, ինչը աննախադեպ է անկախությունից ի վեր, ընդգծել է նա։ Հակակոռուպցիոն կոմիտեն անդրադառնալով Էջմիածնի զորամասում իրավաբանների գործողություններին հայտնել է, որ բնառազմական ոստիկանությունից ստացված հաղորդման հիման վրա կոմիտեն վարույթ է սկսել առերևույթ հանցագործության դեպքի վերաբերյալ, այլ մանրամասներ դեռևս չեն հաղորդվում։ Հոկտեմբերի 31-ին անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը Բահրեյնում անցկացվող Մանամայի երկխոսություն 2025-ի շրջանակներում հանդիպել է Կիպրոսի նախագահի ազգային անվտանգության խորհրդական եւ հետախուզական ծառայության տնօրեն Թասոս Թիոնիսի հետ։ Զրուցակիցները քննարկել են Հայաստան-Կիպրոս երկկողմ քաղաքական օրակարգի հարցեր, գոհունակությամբ ընդգծել քաղաքական երկխոսության բարձր մակարդակը եւ պայմանավորվել շարունակել քննարկումները երկկողմ փոխայցելությունների ընթացքում։ Մտքեր են փոխանակվել նաեւ երկուստեք հետաքրքրություն ներկայացնող տարածաշրջանային եւ միջազգային օրակարգի մի շարք հարցերի վերաբերյալ։ Մանամա կատարած աշխատանքային այցի ընթացքում անվտանգության խորհրդի քարտուղարը հանդիպել է Իրաքի նախագահի ազգային անվտանգության խորհրդական Քասիմ Ալ-Արաջիի հետ։ Հանդիպման ընթացքում կողմերն ընդգծել են երկու երկրների եւ ժողովուրդների միջև բարեկամական հարաբերություններն ու անդրադարձել Հայաստան-Իրաք գործակցությանը, ընդգծելով բազմոլորտ գործակցությունը զարգացնելու պատրաստակամությունը, նաեւ պայմանավորվածություն է ձեռք բերվել փոխայցելությունների կազմակերպման վերաբերյալ։ Մտքեր են փոխանակվել նաեւ տարածաշրջանային եւ միջազգային անվտանգային հարցերի շուրջ։ Գերմանիայի կառավարությունը Հայաստանին որպես աջակցություն կհատկացնի 152 միլիոն եվրո, այս մասին հայտնել է էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը։ Այդ 152 միլիոն եվրոից 18 միլիոն եվրոն անհատույց գրանտային միջոցներ են, իսկ 134 միլիոնը շատ ցածր զրոյից մի փոքր բարձր տոկոսադրույքով վարկային միջոցներ, ասել է Պապոյանը։ Նախարարը տեղեկացրել է, որ այդ ամբողջ գումարն ուղղելու են Հայաստանում փոքր ու միջին ձեռնարկատիրության զարգացմանը, վերականգնվող էներգետիկայի եւ ջրային համակարգերի զարգացմանն ու Հայաստանի տնտեսության բազմաթիվ կարևոր խնդիրների լուծմանը։ Արարատի մարզի դատախազությունը պարզել է, որ Նարեկ համայնքի նախկին ղեկավարը կեղծ տվյալներ ներառելով համայնքի որոշման մեջ ապօրինի կերպով օտարել է համայնքի մշակույթի տունը, այն ձևականաճուրդով վաճառելով իր կնոջը 2.4 միլիոն դրամով, մինչդեռ շուկայական արժեքը 13.4 միլիոն դրամ է։ Դատախազության հաղորդման հիման վրա հակակոռուպցիոն կոմիտեում հարուցվել է քրեական վարույթ, պաշտոնեական լիազորությունները չարաշահելու եւ կեղծիք կատարելու փաստով։ Արդյունքում Արտաշատ համայնքի սեփականության իրավունքը վերականգնվել է նշված գույքի նկատմամբ։ Հակակոռուպցիոն կոմիտեն ավարտել է Աբովյանի նախկին համայնքապետի եւ համայնքապետարանի աշխատակցի վերաբերյալ քրեական վարույթը։ Քննությամբ պարզվել է, որ 2015-ից 21 թվականների ընթացքում համայնքապետը պաշտոնեական դիրքն օգտագործելով ապօրինի օտարել է Աբովյանի կանաչ գոտում գտնվող հողատարածքներ ձևականաճուրդներով եւ կեղծ փաստաթղթերով։ Նրա եւ աշխատակցի գործողություններով համայնքին պատճառվել է էական վնաս, որից 49 միլիոն 178 հազար դրամը վերականգնվել է։ Գործը մեղադրական եզրակացությամբ ուղարկվել է հակակոռուպցիոն դատարան։ Փրկարար ծառայությունը տեղեկացնում է, որ Հայաստանի տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են Կորեայի ձորի ճանապարհի հիմնանորոգման աշխատանքներով պայմանավորված, հաշվի առնելով քարաթափման վտանգը, օգոստոսի 19-ից ճանապարհը ժամանակավորապես փակ է երթևեկության համար։ Ստեփան-Ծմինդալարց ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար։
Ռուսաստանի պաշտպանության նախարարությունը հայտարարել է, որ իր զորքերը վերահսկողություն են հաստատել Ուկրաինայի արևելքում գտնվող եւս մեկ գյուղի նկատմամբ հայտարարությունում նշվում է, որ ռուսական ուժերը գրավել են Դնեպրոպետրովսկի մարզի Նովոյեքսանդրիևկա գյուղը, Կիևն առայժմ չի մեկնաբանել այդ պնդումները, անկախ աղբյուրները դեռևս չեն հաստատել Մոսկվայի հայտարարությունը։ Սումիում անցած գիշեր ռուսական օդային հարվածի հետևանքով վիրավորվել է 11 մարդ, այդ թվում 4 երեխա, հայտնել է արտակարգ իրավիճակների պետական ծառայությունը։ Շրջանային ոստիկանությունը հայտնել էր 15 տուժածի մասին։ Արտակարգ իրավիճակների ծառայության հայտարարությունում նշվում է, որ հրդեհ է բռնկվել 9 հարկանի բնակելի շենքում։ Ծառայության աշխատակիցները փրկել են բազմաբնակարան շենքի 12 բնակչի։ Կարիբյան ավազանում Մելիսա ավերիչ փոթորկի պատճառով զոհվել է ավելի քան 40 մարդ, զոհերի թվում են Ճամայկայի, Դոմինիկյան Հանրապետության եւ Հայիթիի բնակիչներ։ Մասնագետների գնահատմամբ փոթորկի էպիկենտրոնում քամու արագությունը հասել է 82 կմ/վայրկյանի։ Փոթորկից ամենաշատ տուժած երկրներն են Ճամայկան, Կուբան եւ Հայիթին, որտեղ ավերվել են տներ եւ էլեկտրամատակարարման սյուներ։ Հայիթի իշխանությունները հոկտեմբերի 30-ին հայտարարել են, որ փոթորկի հետևանքով զոհվել է առնվազն 30 մարդ, եւս 20-ը անհետ կորած է։